Կա մի թղթաբանակ, որը մինչ օրս փակ է մնում Մշակույթի նախարարության հին արխիվում։ Եվ այդ թղթաբանակի ներսում կա մի ցուցակ։ Հին, դեղնած, մեքենագիր ցուցակ, որի վրա ժամանակին գրված է ամենասիրված անունը ողջ Հայաստանում։ Բայց ինչ որ մեկը վերցրել է գրիչը եւ մի շարժումով հատել է այդ անունը։ Մեկ անգամ չէ, տարիներ շարունակ, նորից ու նորից։ Եվ ամեն անգամ, երբ վերևից իջնում էր մեծ համամիութենական պատվի ցուցակը, Կարփ Խաչվանքյանի անունը ինչ որ խորհրդավոր ձեռքով դուրս էր մնում։ Ժողովուրդը նրան անվանում էր Ծիծաղի արքա։ Ամբողջ երկիրը ոտքի էր կանգնում, երբ նա դուրս էր գալիս։ Լսել ենք նրանց, ովքեր դեռ հիշում են այն տարիները, եւ գտել ենք մի պատկեր, որը շատերին անհանգիստ դարձնի։ Ոմանք կասեն պատահականություն էր։ Ուրիշներն ու սերեկութերը կթոթվեն ու կասեն այդպիսին է ժամանակը։ Բայց եթե դա պատահականություն էր, ինչու էր այն կրկնվում ամեն տարի, ինչպես մի անեծք։ Պատկերացրեք երիտասարդ դերասանի, որի անունը նոր էր սկսում հնչել Երևանի փողոցներում։ Պատկերացրեք նրա ձեռքերը, դեռ վստահ, դեռ ուժեղ։ Եվ պատկերացրեք, որ ինչ որտեղ քաղաքի մյուս ծայրում արդեն ծնվել էր այն ուժը, որը պիտի հետապնդեր նրան մինչև վերջին շունչը։ Ոչ թե թշնամի, դեմքով ու անունով, այլ ավելի սարսափելի բան՝ համակարգ։ Անդեմ, անսիրտ, նախանձով լի համակարգ, որը չէր ների, որ մի մարդ կարող է ստիպել ողջ ազգին ծիծաղել ու լաց լինել միաժամանակ։ Եվ այս պատմությունն այն մասին է, թե ինչպես այդ համակարգը կամաց-կամաց տարի առ տարի կոտրում էր ամենաերջանիկ դեմքի տիրոջ սիրոջ սիրտը, մինչդեռ դահլիճը ծափ էր տալիս, ու ոչինչ չէր կասկածում։ Որովհետև ահա ինչն է ամենասարսափելին այս ամբողջ պատմության մեջ։ Հանդիսատեսը ոչինչ չգիտեր։ Մարդիկ գալիս էին թատրոն, որպեսզի 1-2 ժամ մոռանան իրենց վշտերը, եւ Խաչվանքյանը նրանց այդ նվերն էր մատուցում ամեն երեկո։ Բայց ոչ ոք չէր տեսնում, թե ինչ գնով։ Ոչ ոք չէր տեսնում, թե ինչպես էր նա բեմ դուրս գալիս ջարդված սրտով ու ժպտում, կարծես աշխարհում ամեն ինչ կարգին է։ Իսկ ինչ որտեղ, նախարարության հին պահարանում, ցուցակն արդեն սպասում էր նոր ջնջման։ Ինչ էր թաքցնում այդ մարդն իր ժպիտի հետևում։ Եվ ինչ էր այն, ինչ նրա հակառակորդներն այնքան էին ուզում թաքցնել ողջ ժողովրդից։ 1996 թվականի գարունն էր, երբ նա առաջին անգամ վաղուց ի վեր նստեց նորակառույց թատրոնի ֆոյեում եւ սկսեց խոսել։ Շատ տարի էր անցել այն օրերից, երբ լրագրողները հերթ էին կանգնում նրա դռան առջև։ Հիմա նա ծեր էր, հոգնած, եւ ձայնը այլևս չէր ոլոտում այնպես, ինչպես ջահել տարիներին։ Նրա մատների վրա դեռ երևում էր այն թեթև դողը, որը մարդ ձեռք է բերում, երբ սիրտը մի քանի անգամ կանգ է առել ու նորից բռնկվել։ Շուրջը նոր պատեր էին, նոր ներներք, նոր լույսեր։ Իսկ նրա աչքերում մի տարօրինակ տխրություն կար, որը չէր համապատասխանում նոր շենքի փայլին։ Կարծես այդ բոլոր պատերը կառուցել էին չափազանց ուշ։ Գիտեք, ինձ բախտ է վիճակվել, ասաց նա հանդարտ ձայնով այդ հարցազրույցում, եւ բոլորը ակնկալում էին լսել մի ուրախ, թեթև պատմություն, ինչպիսին վայել է Ծիծաղի արքային, բայց նրա ձայնի մեջ ուրախություն չկար։ Կար մի դառնություն, որը նա տարիներ շարունակ կուլ էր տվել։ Մարդիկ, ովքեր այդ պահին նրա կողքին էին, հետագայում խոստովանեցին, որ այդ պահին նրա դեմքին ինչ-որ բան փոխվեց։ Կարծես մի վարագույր բարձրացավ։ Կարծես մի վայրկյանով նա մոռացավ, որ պետք է ծիծաղ նվիրի, եւ թույլ տվեց բոլորին տեսնել իրական Կարպին։ Իսկ իրական Կարպը ամենևին էլ ուրախ մարդ չէր։ Նա ծնվել էր 1923 թվականի հունվարի 23-ին, հեռավոր Ախալցխայում, այնտեղ, որտեղ հայերը դարեր շարունակ պահել էին իրենց լեզուն ու երգը։ Մանկություն աղքատ էր, համեստ, առանց փայլի։ Ոչ ոք այդ տղայի մեջ ապագա արքա չէր տեսնում։ Հետո եկավ Թբիլիսին, իր եռուզեռով, իր թատրոններով, իր կինոստուդիայով։ Հենց այնտեղ, Վրաստան ֆիլմ կինոստուդիայի դերասանական դպրոցում, երիտասարդ Կարպն առաջին անգամ զգաց, որ բեմը կարող է մարդուն վերածնել, որ ինքը, համեստ ու ամաչկոտ պատանին, բեմի վրա դառնում էր մեկ ուրիշը, համարձակ, փայլուն, անպարտելի։ Բայց ով կարող էր այդ պահին գուշակել, որ հենց այս շնորհն էր դառնալու եւ նրա երջանկությունը, եւ նրա անեծքը։ 1944 թվականին նրա կյանքում տեղի ունեցավ այն հանդիպումը, որը ամեն ինչ փոխեց։ Կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը, նորաստեղծ երևանյան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավարը, լսել էր այս երիտասարդի մասին ու հրավիրեց նրան Թբիլիսիից Երևան։ Դա պատերազմի տարիներն էին։ Երկիրը սոված էր, ցուրտ, վախի մեջ։ Իսկ Այվազյանը երազում էր մի թատրոն ստեղծել, որը մարդկանց ծիծաղ կնվիրեր այդ դժվարին օրերին։
Եվ նրան պետք էր մի դերասան, որը կկարողանար ստիպել սոված, հոգնած մարդուն մոռանալ իր ցավը, գոնե մեկ երեկո։ Գարբը հենց այդ մարդն էր։ Նա չէր մազում դերի հետևից։ Դերն ինքն էր գալիս նրա մոտ։ Բայց ահա մի մանրուք, որը հետագայում շատ բան բացատրեց։ Գարբը երբեք չմոռացավ, որ ինքը եկվոր էր այս թատրոնում, թբիլիսեցի մի տղա, որին հրավիրել էին։ Իսկ որոշ մարդիկ, նրանք ովքեր նստած էին տաք աթոռներին եւ կարծում էին, թե իրենցն է թատրոնը, դա չմոռացան երբեք։ Նրանց համար այս նորեկ տղայի հաջողությունը վիրավորանք էր։ Ինչպես կարող է մի եկվոր դառնալ կուռք, երբ իրենք տեղացիները տարիներ շարունակ սպասում էին փառքի։ Այդ նախանձը այդ պահին դեռ փոքր էր, մի սերմի չափ, բայց սերմերը աճում են, եւ ոչ ոք չգիտեր, թե ինչ պիտի աճեր այս փոքրիկ սերմից տասնամյակներ անց։ Առաջին տարիներն անցան թռիչքի պես։ Հանդիսատեսը անմիջապես սիրեց նրան։ Փողոցում նրա հետ քայլելն ու աննկատ մնալն անհնար էր։ Ամեն քայլափոխի լսվում էր. Խաչվանքյանն է գալիս, Խաչվանքյանը։ Նա քաղաքավարի գլուխ էր տալիս, պատասխանում էր ողջույններին, իսկ եթե հարցնեիր, թե ում հետ նա հենց նոր բարևեց, նա չէր կարողանա պատասխանել, որովհետև բոլորը նրա համար մի մեծ սիրող ժողովուրդ էին։ Նա սիրում էր այս ժողովրդին, եւ ժողովուրդը պատասխանում էր նրան անսահման սիրով։ Բայց փառքն ունի մի վտանգավոր հատկություն։ Որքան բարձր ես բարձրանում, այնքան ավելի շատ աչքեր են քեզ հետևում ստվերից։ Ով էր այդ պահին հետևում Կարպին ստվերից եւ ինչ էր նա ծրագրում։ Կար մի մարդ, թատրոնի հին աշխատակից, որը տասնամյակներ անց, արդեն շատ ծերացած, որոշեց վերջապես խոսել։ Նա գրիմիոր էր, այն մարդկանցից, ովքեր ամեն երեկո դիպչում էին դերասանների դեմքերին եւ ուրեմն գիտեին այն, ինչ ոչ ոք չգիտեր։ Ես շատ դեմքեր եմ տեսել, ասաց նա հանգիստ։ Ուրախ դեմքեր, որոնք բեմից դուրս դառնում էին քարացած դիմակներ։ Բայց Կարպը հակառակն էր։ Բեմի վրա նա ամենաերջանիկ մարդն էր աշխարհում։ Իսկ հենց փակվում էր վարագույրը, դեմքը մարում էր, ինչպես մարում է լույսը, երբ հոսանքը կտրում են։ Այս մարդը հազվադեպ էր ժպտում առանց հանդիսատեսի։ Ահա այստեղ է թաքնված ծիծաղի արքայի առաջին մեծ գաղտնիքը։ Մարդը, որը ստիպում էր ողջ ազգին գլորվել ծիծաղից, կյանքում տխուր էր, մելամաղձոտ, երբեմն նույնիսկ տրտնջացող։ Ինքը, Կարպը, դա չէր թաքցնում։ Ինձ համար ավելի դժվար է մարդու մեջ ծիծաղ առաջացնել, քան արցունք, ասում էր նա։ Եվ սա ոչ թե կատակ էր, այլ խոստովանություն, որովհետև արցունքն ինքնին է գալիս, իսկ ծիծաղը պետք է հանել մարդու խորքից, ճանկերով, ամեն երեկո, նորից ու նորից։ Եվ որքան շատ ծիծաղ էր նա նվիրում ուրիշներին, այնքան քիչ էր մնում իր սրտի համար։ Միթե հնարավոր է, որ մարդ տա այնքան, որ վերջում ինքն իրեն ոչինչ չմնա։ Բեմի վրա նա անսահման բազմազան էր։ Ավելի քան 30 տարի նա խաղում էր Ջուրիկյանի դերը «Ախ, նյարդեր, նյարդեր» ներկայացման մեջ, եւ դահլիճը լեցուն էր ամեն անգամ։ Տարիներ շարունակ նա խաղում էր տաքսի կատակերգության մեջ, եւ մարդիկ, ովքեր արդեն 10 անգամ տեսել էին այդ ներկայացումը, նորից գալիս էին, որպեսզի նորից ծիծաղեն, կարծես առաջին անգամ։ Հանդիսատեսն անգիր գիտեր բոլոր արտահայտությունները։ Մարդիկ տեղից հուշում էին դերասաններին, բայց երբեք չէր ձանձրանում, որովհետև գալիս էին հենց ծանոթ ուրախության համար։ Նրանք գալիս էին Տեին Կարպին տեսնելու, ինչպես այցելում են սիրելի հարազատին, համոզվելու, որ նա ողջ է ու առողջ։ Իսկ բեմի վրա նրա համար արգելք չկար։ Մի երեկո նա Պետրուչիոն էր, եռուն, կրակոտ ու ժովլի, որը սանձում էր կատաղի կնոջը եւ ստիպում ողջ հջդահլիճը ծիծաղել մինչեւ արցունք։ Մյուս երեկո նա Բոնին էր Կալմանի Սիլվա օպերետում, եւ թեև դա գլխավոր դերը չէր, հանդիսատեսը սպասում էր ոչ թե գլխավոր հերոսներին, այլ հենց նրա հայտնվելուն բեմում։ Նա խաղում էր Մերթ Խաբեբաս Կապենին, Մերթ Վեհ Սոկրատեսին, Մերթ Մաքհիթին 3 գրոշանոց օպերայում։ Իսկ հետո ինքն էր ռեժիսոր դառնում եւ բեմ բարձրացնում Իմ սիրունիկ Լեդին ու Լամանչացի մարդը, որտեղ ինքն էր մարմնավորում եւ Սերվանտեսին եւ Դոն Կիխոտին։ Մի մարդու մեջ ապրում էին տասնյակ կերպարներ, բայց ով էր ապրում նրա սեփական կաշվի մեջ, եկաշվի մեջ, երբ բոլոր այս դիմակները հանվում էին։ Իսկ նա ողջ էր, բայց ոչ միշտ առողջ։ Եվ հենց այստեղ սկսվում է նրա ճակատագրի մութ կողմը։ Որովհետև մինչ ժողովուրդը պաշտում էր նրան, պետական մեքենան վարվում էր նրա հետ, ինչպես վարվում են անպետք գործիքի հետ, օգտագործում էին, քամում, բայց պատշաճ կերպով չէին վարձատրում։ Եվ ամենացավալին այն թատրոնի պատմությունն էր, որին նա նվիրեց իր ողջ կյանքը։
Որովհետև 19 տարի շարունակ Պարոնյանի անվան թատրոնը սեփական տանիք չուներ։ Մտածեք այս թվի մասին. 19 տարի, մի ամբողջ սերունդ, մի թատրոն, որը ստիպում էր ողջ հանրապետությանը ծիծաղել ու լաց լինել, որի անունը հնչում էր ամենուր, սեփական շենք չուներ։ Դերասանները խաղում էին մերթ ռուսական թատրոնի բեմում, մերթ երկաթուղայինների ակումբում, ուրիշների տանիքի տակ, ինչպես անտուն հյուրեր։ Նրանք բերում էին իրենց դեկորները, խաղում, հետո հավաքում ու հեռանում, որպիսի տեղ զիջեն ուրիշներին։ Իսկ վերևում, նախարարության տակ առանձնասենյակներում, պաշտոնյաները ստորագրում էին թղթեր, խոստանում, հետաձգում, նորից խոստանում։ Ուր էին գնում այն գումարները, որոնք պետք է ուղղվեին այս թատրոնի շենքին։ Եվ ինչու ծիծաղի արքան ստիպված էր 19 տարի թափառել ուրիշների բեմերով, որովհետև անտունությունն ուներ իր թաքնված իմաստը։ Երբ դու սեփական տանիք չունես, դու կախված ես ուրիշից։ Քեզ կարող են ցանկացած պահի ասել, այսօր ձեր ներկայացումը չի լինի, որովհետև մյուսներին է պետք բեմը։ Քեզ կարող են տեղափոխել ժամից ժամ, օրից օր, ինչպես անպետք իրը։ Եվ հենց այս կախվածությունն էր, որ ոմանց վերևում շատ էր հարմար, որովհետև անապահով կոլեկտիվը հնազանդ կոլեկտիվ է։ Քանի դեռ դերասանը մտածում է, թե ուր է խաղալու վաղը, նա չի մտածի, թե ինչպես պաշտպանի իր արժանապատվությունը։ Ասում էին, որ Կարպը մեկ անգամ չէ, որ դիմել է վերև խնդրելով լուծել թատրոնի շենքի հարցը։ Ասում էին, որ նրան ամեն անգամ ընդունում էին քաղաքավարի ժպիտով, հյուրասիրում թեյով, լսում գլխի շարժումով եւ ճանապարհում դատարկ խոստումներով։ Իսկ թղթապանակը նորից վերադառնում էր պահարան։ Քանի անգամ կարող է մարդ բախել մի դուռ, որը երբեք չի բացվում։ Կա մի փաստաթուղթ, որի մասին այսօր քչերը գիտեն։ Հին հրամանների, որոշումների, պաշտոնական նամակների շարան, որտեղ տարիներ շարունակ խոսվում էր այս թատրոնի շենքի մասին, եւ տարիներ շարունակ ոչինչ չէր արվում։ Կարծես ինչ-որ մեկը դիտմամբ պահում էր այս կոլեկտիվին անօթևան վիճակում։ Կարծես ինչ-որ մեկը չէր ուզում, որ ծիծաղի այս տաճարը ամուր հիմքեր ձեռք բերի։ Որովհետև անտուն թատրոնը հնազանդ թատրոն է։ Անտուն դերասանը կախված դերասան է։ Իսկ Կարպը հնազանդ չէր։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է գլուխ տալ պաշտոնյաների առջև, ինչպես շողոքորթել, ինչպես ստել։ Եվ հենց այս հատկությունը պիտի թանկ նստեր նրա վրա, որովհետև եղել են վկաներ, ովքեր պնդում էին, որ Կարպը մեկ անգամ չէ, որ բախվել է իշխանավորների հետ։ Ոչ թե բարձր ձայնով, ոչ թե սկանդալով։ Նա պարզապես չէր ստում։ Երբ նրան հարցնում էին, թե ինչպես են գործերը, նա ասում էր ճշմարտությունը։ Երբ նրան խնդրում էին գովել մի բան, որը գովելի չէր, նա լռում էր։ Իսկ պաշտոնյաների աշխարհում լռությունն ավելի վտանգավոր է, քան բղավոցը։ Ասում էին, թե նրա անկեղծությունը նյարդայնացնում էր որոշ ազդեցիկ մարդկանց։ Ասում էին, թե ինչ-որ մեկը վերևից որոշել էր, որ այս դերասանը չափից շատ է իրեն թույլ տալիս։ Բայց ինչպես կարող ես պատժել մի մարդու, որին պաշտում է ողջ ժողովուրդը։ Պատասխանը պարզ էր ու դաժան։ Չես կարող արգելել, որ նա խաղա, բայց կարող ես ջնջել նրա անունը ցուցակներից։ Հենց այստեղ պետք է կանգ առնենք եւ հասկանանք, թե ինչ էին նշանակում այդ ցուցակները խորհրդային աշխարհում։ Կար մի բարձրագույն պատվի կոչում՝ ողջ միության ժողովրդական արտիստ։ Դա ամենաբարձր գագաթն էր, որին կարող էր հասնել դերասանը։ Այդ կոչումը բացում էր դռներ, տալիս արտոնություններ, անմահացնում անունը, եւ այդ կոչումը շնորհվում էր հենց այն ցուցակների միջոցով, որոնք պատրաստվում էին նախարարություններում ու հաստատվում վերևում։ Հազարից ավելի մարդ ստացավ այդ բարձր կոչումը խորհրդային տարիների ընթացքում։ Նրանց մեջ կային մեծ վարպետներ, բայց կային նաև շատ ավելի փոքր տավանդներ, քան ծիծաղի արքան։ Իսկ Կարպ Խաչվանքյանի անունը այդ բարձր ցուցակում այդպես էլ չհայտնվեց։ Մտածեք միայն այս անարդարության մասին։ Մի մարդ, որը 50-ից ավելի տարի կանգնած էր նույն բեմին, մի մարդ, որի ներկայացումները կենդանի էին մնում տասնամյակներ, սեր աստղերի տակ 28 տարի, պահանջվում է ստախոս ներկայացումը 32 տարի։ Մի մարդ, որին ողջ ազգը անվանում էր ոչ միայն լավագույն դերասան, այլ լավագույն մերասան, վագույն անուն, նույնիսկ սուրբ։ Եվ այս մարդենը կային ուրիշ անուններ, ավելի հարմար, ավելի հնազանդ, ավելի լուռ։ Ով էր որոշում, թե ով է արժանի անմահության եւ ով ոչ։ Եվ ինչ էր Կարպը արել, որ իր անունը այդքան համառորեն դուրս էր մնում։ Ոմանք կասեն, դա պատահականություն էր, թերևս մոռացություն, բայց մոռացությունը մեկ անգամ է լինում, ոչ թե տարիներ շարունակ։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին այդ համակարգը ներսից, շշնջում էին, որ այստեղ պատահականություն չկար։
որ Կարպի անունը ամեն անգամ վերև էր բարձրանում եւ ամեն անգամ ինչ որ ձեռք ջնջում էր այն վերջին պահին։ Ոմանք ասում էին, որ դա անում էին նրա սեփական գործընկերները, նրանք, ովքեր նախանձում էին նրա փառքին։ Ուրիշներն ակնարկում էին, որ խնդիրն ավելի վեր է, հենց պաշտոնյաների մոտ, որոնք չէին ների նրա անկախությունը։ Ճշմարտությունը մինչ օրս փակ է մնում այդ արխիվներում, բայց մի բան հաստատ է. ինչ որ մեկը չէր ուզում, որ ծիծաղի արքան դառնա անմահ։ Իսկ ինչու՞։ Իսկ մինչ այս աներևույթ պայքարը ընթանում էր կուլիսների հետևում, բեմի վրա ծնվում էր մի կախարդանք, որը մարդիկ չեն մոռանա երբեք, որովհետև որքան ծանր էր նրա հոգին, այնքան փայլուն էր նրա խաղը։ Կար մի ներկայացում, վենետիկյան երկորակորյակները, որտեղ նա խաղում էր երկու դեր միաժամանակ։ Եվ կար մի տեսարան, որը ցնցում էր դահլիճը։ Նրա հերոսը, միայնակ, լքված, մոտենում էր բեմի եզրին, աչքերում արցունք, եւ հարցնում էր. «Կա արդյոք աշխարհում գոնե մեկ մարդ, որ կարող է ինձ սիրել»։ Եվ այդ պահին ողջ դահլիճը, հազարավոր մարդիկ գոռում էին միաձայն. «Մենք քեզ սիրում ենք»։ Պատկերացրեք այս տեսարանը։ Մի մարդ, որին պաշտում է ողջ ազգը, բեմի վրա հարցնում է, թե արդյոք իրեն ոք սիրում է։ Իսկ ինչ էր նա զգում այդ պահին իր սրտի խորքում, երբ լսում էր այս սերը։ Որովհետև ահա ողբերգության ողջ դառնությունը։ Ժողովուրդը սիրում էր նրան անպայման, անվերապահ, անվերջ։ Բայց պետությունը, համակարգը, պաշտոնյաների այն սառը աշխարհը՝ ոչ։ Եվ մարդը կարող է ապրել ժողովրդի սիրով, բայց վերքերը, որ թողնում է անարդարությունը, չեն բուժվում ծափահարություններով։ Ամեն գիշեր նա տուն էր գնում այդ ծափերից, եւ ամեն գիշեր, տանը, լռության մեջ, մնում էր մենակ իր մտքերի հետ։ Մնում էր այն գիտակցության հետ, որ ինչ որտեղ, մի փակ սենյակում, իր անունը նորից ջնջել են։ Որքան կարող է մարդ դիմանալ այս կրկնվող անարդարությանը, նախքան որ սիրտը կսկսի ճաքել։ Եվ սիրտը սկսեց ճաքել, բառիս ուղիղ իմաստով։ Որովհետև հենց այս տարիներին բժիշկներն առաջին անգամ ասացին նրան այն, ինչ նա չէր ուզում լսել։ Սիրտը հոգնել էր։ Սիրտը այլևս չէր կարող դիմանալ այս ծանրությանը։ Բայց ով կարող էր ստիպել ծիծաղի արքային հանգստանալ, երբ դահլիճն ամեն երեկո սպասում էր բժիշկները։ Խոսեցին վիրահատության մասին, եւ դա առաջին ահազանգն էր, որ ճակատագիրն ուղարկեց։ Դա այն տարիներն էին, երբ սրտի վիրահատությունը դեռ վախ էր ներշնչում, երբ ոչ ոք երաշխիք չէր տալիս, թե հիվանդը կարթնանա սեղանից։ Կարպը լսեց բժիշկներին, գլխով արեց։ Եվ հաջորդ երեկո նորից բեմ դուրս եկավ ժպիտը դեմքին, որովհետև նրա համար բեմը դեղ էր ավելի հզոր, քան ցանկացած դեղահատ։ Բեմի վրա նա մոռանում էր ցավը։ Բեմի վրա սիրտը կարծես նորից երիտասարդանում էր։ Իսկ կուլիսներում, վալագույրի հետևում, սպասում էին նրա մերձավորները, վախից քարացած, որովհետև տեսնում էին այն, ինչ չէր տեսնում դահլիճը։ Տեսնում էին, թե ինչպես է նա շունչը պահում տեսարանների միջև, թե ինչպես է ձեռքը սեղմում կրծքին, երբ կարծում է, որ ոչ ոք չի նայում։ Առաջին մեծ վիրահատությունը նա տարավ դեռ վաղուց, շատ տարի առաջ, եւ քչերն իմացան դրա մասին, որովհետև նա չէր ուզում, որ խղճան իրեն, չէր ուզում, որ դահլիճը գա ոչ թե ծիծաղելու, այլ տխուր նայելու հիվանդ ծերունուն։ Եվ ուրեմն նա թաքցնում էր ամեն ինչ՝ դեղերը, բժիշկների այցելությունները, գիշերային ցավերը։ Հանդիսատեսի համար նա մնում էր նույն անխոնջ Կարպը, որ տասնամյակներ շարունակ չէր փոխվում։ Բայց կուլիսներում մերձավորները նկատում էին, որ տեսարանների միջև նա ավելի երկար է հանգստանում, որ դիմահարդարման սենյակում նա մի պահ փակում է աչքերն ու լուռ նստում։ Մի անգամ ասում էին, ներկայացման ընթացքում նա մի վայրկյան կանգ առավ, ձեռքը տարավ դեպի կուրծքը, եւ դահլիճը կարծես թե դա խաղի մի մասն է, ու ծիծաղեց։ Ծիծաղեցին հենց այն պահին, երբ նրա սիրտը կանգ էր առնելու։ Միթե կա ավելի դառը պատկեր, քան մարդը, որի իսկական ցավն ընդունում են որպես կատակ։ Բայց ով ստիպեց նրան շարունակել։ Ով չթողեց, որ նա հանգստանա, երբ սիրտն արդեն աղաչում էր հանգիստ։ Մասամբ դա ինքն էր, իր անհագ սերը բեմի հանդեպ։ Բայց մասամբ դա այն նույն համակարգն էր, որը երբեք պատշաճ կերպով չէր հոգացել իր արտիստների մասին։ Չկար իսկական հանգիստ, չկար իսկական խնամք, չկար այն ապահովությունը, որը պետք է ունենա ազգային հարստություն դարձած մարդը։ Կար միայն աշխատանք եւ կրկին աշխատանք։ Քամում էին նրա տաղանդը, ինչպես քամում են կիտրոնը, մինչև վերջին կաթիլը։ Իսկ երբ կիտրոնը կչորանար, պարզապես կնետեին այն եւ կգտնեին նորը։
Միթե այսպես պետք է վարվել մի մարդու հետ, որը նվիրել է իր ողջ կյանքը։ Հին գործընկերներից մեկը, արդեն շատ ծերացած, հետագայում պատմեց մի դեպք, որը երկար տարիներ թաքցրել էր։ Ասում էր, որ եղել է մի շրջան, երբ Կարպի անունը նորից առաջարկվել էր բարձր կոչման համար։ Ամեն ինչ պատրաստ էր թվում, փաստաթղթերը հավաքված էին, ստորագրությունները տեղում, եւ հանկարծ վերջին պահին ամեն ինչ կանգ առավ։ Կարծես ինչ-որ մեկը զանգահարեց, ինչ-որ մեկը մի խոսք ասաց, եւ թղթապանակը անհետացավ պահարանում։ Ո՞վ էր այդ մարդը, որի մեկ խոսքը բավական էր ջնջելու ողջ ազգի կուռքի անունը։ Այս հարցի պատասխանը նա տարավ իր հետ։ Բայց ակնարկը մնաց օդում, ինչպես ծուխ, որը ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ կրակ է եղել։ Եվ ահա այստեղ պատմությունը հասնում է իր ամենացավալի կետին, որովհետև ամենավտանգավոր թշնամին նա չէ, ով հեռվում է կանգնած։ Ամենավտանգավորը նա է, ով կողքիդ է, ով ժպտում է երեսիդ ու սեղմում ձեռքդ։ Եվ ասում էին, որ Կարպի շուրջը այդպիսի մարդիկ քիչ չէին, մարդիկ, ովքեր ծափ էին տալիս նրա հաջողություններին հրապարակավ, իսկ մութ սենյակներում շշնջում էին, որ նա չափից շատ բան է իրեն թույլ տալիս։ Մարդիկ, ովքեր նախանձում էին, որ դահալիճը գալիս է ոչ թե իրենց, այլ նրան տեսնելու, ասում էին, որ նույնիսկ այն օպերետներում, որտեղ նա երկրորդական դեր ուներ, հանդիսատեսը սպասում էր ոչ թե գլխավոր հերոսների, այլ նրա հայտնվելուն։ Իսկ դա ներելի չէր նրանց համար, ովքեր կարծում էին, թե իրենք են գլխավորը։ Հենց այստեղ բացվեց ճշմարտությունը, որը տարիներ շարունակ թաքնված էր։ Կարպը գիտեր, նա միշտ գիտեր։ Գիտեր, որ իր անունը ջնջում են, գիտեր, թե ով է խանդով լցված, գիտեր, որ իր շուրջը ոմանք միայն սպասում են, որ նա սայթաքի, բայց նա ոչինչ չէր ասում։ Նա կուլ էր տալիս այս ամենը եւ բեմ դուրս գալիս ժպիտը դեմքին, որովհետեւ ինչ կարող էր նա անել, բողոքել, ում, հենց այն մարդկանց, ովքեր ջնջում էին իր անունը, աղաչել կոչումի համար, բայց նա չգիտեր աղաչել։ Նա ավելի շուտ կմեռներ, քան կծնկեր պաշտոնյայի առջև։ Եվ սա էր նրա ողբերգության էությունը։ Ամենահպարտ մարդը ստիպված էր լռել ամենաանարդար աշխարհում։ Բայց որքան կարող է մարդ լռել, նախքան որ լռությունը կսպանի նրան ներսից։ Որովհետև նախանձը հազվադեպ է գործում բացահայտ։ Այն չի գալիս դեմքով ու բարձր ձայնով։ Այն գալիս է շշուկով, մի կիսատ նախադասությամբ, որ ձգվում է ճիշտ ժամանակին, ճիշտ ականջին։ Ասում էին, որ հենց այդպես էր ձևավորվում Կարպի շուրջ անտեսանելի ցանցը։ Մեկը կասեր, նա չափից ինքնավստահ է։ Մյուսը կավելացներ, նա չի հարգում ավագներին։ Երրորդը կհիշեցներ, որ նա ընդամենը եկվոր է, թբիլիսեցի, որին ժամանակին հրավիրել են։ Եվ կամաց-կամաց, շշուկ առ շշուկ, կառուցվում էր մի պատ, որի ետևում մնում էր ողջ ազգի կուռքը։ Իսկ ամենասարսափելին այն էր, որ այս մարդիկ ժպտում էին նրան երեսին։ Նրանք ծափ էին տալիս նրա ներկայացումներին, գրկում նրան բեմի հետևում, անվանում սիրելի ընկեր։ Իսկ հետո, փակ դռների ետևում, անում էին ճիշտ հակառակը։ Ինչպես կարող է մարդ պաշտպանվել նրանից, ով ժպտում է երեսիդ ու դանակ խրում մեջքիդ։ Եվ ապա եկավ այն, ինչ ոմանք անվանում էին վերևից եկած հրաման։ Որովհետև կա մի տարբերություն պատահական անարդարության եւ ծրագրված անարդարության միջև։ Եվ վկաների ակնարկներն ավելի ու ավելի էին հակվում դեպի այն միտքը, որ Կարպի դեմ կար ինչ-որ լուռ որոշում։ Ոչ թե գրավոր հրաման, ստորագրությամբ ու կնիքով, այլ ինչ-որ ավելի նուրբ բան։ Մի փոխըմբռնում ազդեցիկ մարդկանց միջև, որ այս դերասանին պետք չէ վերհանել։ Ինչու՞։ Թերևս որովհետև նա չափից անկախ էր։ Թերևս որովհետև նա ծիծաղում էր այնտեղ, որտեղ պետք էր լուրջ լինել, եւ լուրջ էր այնտեղ, որտեղ իշխանությունը պահանջում էր ստրկական ժպիտ։ Կամ թերևս ուղղակի որովհետև մեկ ուրիշը ուզում էր այդ տեղը։ Մութ արխիվներում ասում են, դեռ պահվում են այն ցուցակները, որտեղ նրա անունը հատված է։ Ոմանք պնդում էին, որ տեսել են այդ էջերը։ Դեղնած թուղթը, որի վրա մի անունը, մյուսի կողքին գրված ու հետո ջնջված է գրչի մի սև գծով։ Կարծես ինչ-որ մեկը մի վայրկյանում որոշում էր կայացրել։ Ոչ, սա ոչ։ Մեկ վայրկյան բավական էր ջնջելու 50 տարվա նվիրումը։ Մեկ գրչի շարժում բավական էր թավելու ողջ ազգի սերը պաշտոնական պատվի տակ։ Իսկ Կարպը այս ամենի մասին ոչինչ չէր կարող ապացուցել։ Ինչպես ապացուցես այն, ինչ արվում է փակ դռների հետևում, առանց վկաների, առանց ստորագրությունների։ Ինչպես պայքարես ստվերի դեմ։ Եվ նա փորձեց պայքարել, բայց ոչ այնպես, ինչպես սպասում էին։ Նա չգնաց բողոքելու, չգրեց նամակներ,
չհավաքեց ստորագրություններ։ Նա պայքարեց միակ զենքով, որ ուներ՝ իր տաղանդով։ Ամեն երեկո նա բեմ էր դուրս գալիս եւ ապացուցում, որ ինքն անփոխարինելի է։ Ամեն երեկո դահլիճը լեցուն էր, եւ սա էր նրա պատասխանը բոլոր նրանց, ովքեր ուզում էին ջնջել նրա անունը։ Կարող ես ջնջել թղթի վրա, ասում էր կարծես այս լրակյաց պայքարը, բայց չես կարող ջնջել ժողովրդի սրտից։ Բայց այս պայքարն ուներ իր գինը, եւ այդ գինը վճարում էր նրա սիրտը, գիշեր առ գիշեր։ Իսկ հետո աշխարհը փլվեց։ Ոչ միայն նրա աշխարհը, այլ ողջ երկրի աշխարհը, որովհետև եկան այն տարիները, երբ Հայաստանը սուզվեց խավարի մեջ։ Եկավ ավերիչ երկրաշարժը, որը հազարավոր կյանքեր խլեց Հյուսիսում։ Եկավ պատերազմը։ Եկավ շրջափակումը, եւ քաղաքները մնացին առանց լույսի, առանց ջերմության, առանց հացի։ Մարդիկ մթության մեջ էին ապրում, ցրտից դողալով։ Եվ սկսվեց մեծ բաժանումը, երբ հայերը խումբ առ խումբ լքում էին հայրենիքը, փնտրելով հաց ու ապահովություն օտար ափերում։ Այս ամենի մեջ Կարպն արդեն ծեր էր, հիվանդ, թուլացած սրտով։ Բայց հենց այս խավարի մեջ նրա թատրոնը դարձավ վերջին լույսը, որովհետև ինչ կարող էր մխիթարել մարդուն այդ ահավոր օրերին։ Ոչ ոսկին, ոչ չկար, ոչ հացը, որ հազիվ էր ճարվում։ Միայն թատրոնը, իր լույսերով, որոնք վառվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ քաղաքը մթության մեջ էր։ Եվ այդ լույսերից ամենապայծառը Կարպ Խաչվանքյանն էր։ Ծեր ու հիվանդ, նա բարձանում էր բեմ եւ ստիպում մարդկանց ծիծաղել նույնիսկ քաղցի ու ցրտի մեջ։ Արտագաղթողը, ով հեռանում էր հայրենիքից, գալիս էր վերջին անգամ տեսնելու նրան, որպեսի մի 2 ժամ վերագտնի այն, ինչ կորցնում էր ընդմիշտ։ Ինչպիսի ուժ էր պետք այս ծեր մարդուն, որպեսի ծիծաղ նվիրեր, երբ ինքն ամեն ինչ կորցնում էր իր շուրջը։ Պատկերացրեք այդ ձմեռները։ Քաղաքն առանց լույսի, սյուները մութ, պատուհանները խավար։ Մարդիկ վառարան էին վառում բնակարանների մեջ, այրում էին գրքերն ու կահույքը տաքանալու համար։ Իսկ թատրոնում, որտեղ ջեռուցում գրեթե չկար, հանդիսատեսը նստում էր վերարկուներով, ձեռնոցներով, շունչը երևում էր օդում։ Եվ այս ցրտի մեջ բարձրանում էր վարագույրը, եւ բեմ էր դուրս գալիս Կարպը։ Ծեր, թուլացած, սրտը 2 վիրահատությունից հետո հազիվ բաբախող։ Բայց հենց նա սկսում էր խոսել, մարդիկ մոռանում էին ցուրտը։ Մի 2 ժամով նրանք վերադառնում էին այն աշխարհ, որտեղ դեռ կար ծիծաղ, ջերմություն, հույս։ Իսկ ներկայացումից հետո նա վերադառնում էր սառը տուն, ինչպես բոլորը։ Ոչ մի արտոնություն, ոչ մի հատուկ խնամք։ Ազգի կուռքն ապրում էր ճիշտ այնպես, ինչպես պարզ ժողովուրդը, ցրտի ու խավարի մեջ։ Արդյոք երբևէ մտածեց նա այդ պահերին, թե ինչ ստացավ իր 50 տարվա նվիրման դիմաց։ Իսկ նրա սիրտը այս ընթացքում ճաքում էր ոչ միայն փոխաբերական իմաստով, որովհետև եկավ պահը, երբ բժիշկներն ասացին, որ եւս մեկ վիրահատություն է անհրաժեշտ։ Եվ այս անգամ խնդիրն ավելի լուրջ էր։ Հայաստանում այդ խավար տարիներին նման վիրահատություն անելը գրեթե անհնար էր։ Եվ ահա կյանքն ուղարկեց մի անսպասելի փրկություն, որը ինքը, Կարպը, անվանեց զարմանալի պատահականություն։ 1989 թվականն էր։ Բժիշկներն ասել էին, որ սիրտը պետք է վիրահատվի, եւ ընդ որում Ամերիկայում, որովհետև տեղում հնարավորություն չկար։ Կարպը տխրեց։ Ուր Ամերիկան։ Ուր։ Ինքը Երևանի մի համեստ դերասանը։ Ինչպես հասնել մինչև օվկիանոսի այն ափը։ Եվ հենց այդ պահին Լոս Անջելեսից ժամանեց մի մարդ, Հոլիվուդի մշակութային ընկերության հայկական թատրոնի ղեկավարը, եւ հրավիրեց Կարպին խաղալու Թոդորոսի դերը, պահանջվում է ստախոս ներկայացման մեջ, իրենց թատերախմբի հետ։ Զարմանալի զուգադիպություն, ասում էր Կարպը։ Ճակատագիրը նրան բեմի միջոցով տանում էր դեպի փրկություն։ Նա մեկնեց, խաղաց մի քանի ներկայացում օտար ափին, եւ հենց դրանից հետո մի վիրաբույժ սրտի վիրահատություն արեց նրան հեռավոր հիվանդանոցում։ Դա արդեն երկրորդ վիրահատությունն էր, առաջինից շատ տարի անց։ Եվ նա վերադարձավ նորից բեմ, նորից ժպիտ նվիրելու։ Բայց մարդ չի կարող անverջ վերադառնալ։ Ամեն վերադարձ ավելի դժվար է, քան նախորդը։ Ամեն վիրահատություն ավելի շատ ուժ է խլում, քան վերադարձնում։ Եվ թեև նա ժպտում էր ֆոյեում, ասելով, որ իրեն բախտ է վիճակվել, նրա աչքերում արդեն երևում էր այն հոգնությունը, որը ոչ մի վիրահատություն չի կարող բուժել։ Քանի վերադարձ էր մնացել ծիծաղի արքային։ Եվ կա մի մանրուք, որը ոմանք համարում էին պարզ զուգադիպություն, իսկ ոմանք ճակատագրի նշան։ Այն ներկայացումը, որի համար նրան հրավիրեցին օտարապ, վիրահատությունից առաջ, կոչվում էր «Պահանջվում է ստախոս»։ Պատկերացրեք այս հեգնանքը։ Մարդը, որը ողջ կյանքում չէր կարող ստել,
որին հենց անկեղծության համար ջնջում էին ցուցակներից, ճակատագրի կամող պետք է խաղար մի ներկայացում, որի անունն իսկ հիշեցնում էր ստի մասին։ Կարծես աշխարհն ինքն իրեն ծիծաղում էր այս զուգադիպության վրա, որովհետև իսկապես Կարպին պետք էր այն աշխարհ, որտեղ պահանջվում էր ստախոս։ Իսկ նա չէր կարող ստել, երբ հենց դա էր նրա ողբերգությունը։ Կային նաև ուրիշ նշաններ, որ մարդիկ հիշում էին միայն հետո, երբ արդեն ուշ էր։ Ասում էին, որ վերջին տարիներին նա ավելի ու ավելի լուռ էր դարձել, որ նա երբեմն երկար նայում էր դահլիճին վարագույրի ճեղքից, կարծես անգիր անելով այդ դեմքերը, որ նա հաճախ կանգ էր առնում թատրոնի մուտքի մոտ ու երկար նայում շենքին, որի համար 19 տարի սպասել էին։ Կարծես հրաժեշտ էր տալիս։ Ոմանք պատմում էին, որ վերջին ամիսներին նրա ձեռքերն ավելի էին դողում, եւ որ նա ավելի դանդաղ էր քայլում, կարծես ամեն քայլը կշռում էր։ Բայց ոչ ոք չէր ուզում հավատալ, որ ծիծաղի արքան մահկանացու է։ Ինչպես կարող է մեռնել նա, ով ստիպում է բոլորին ապրել։ Կար մի փոքրիկ խումբ մարդկանց, նրա ամենամոտիկները, ովքեր գիտեին ճշմարտությունը նրա առողջության մասին եւ լռում էին։ Լռում էին, որպեսզի չվախեցնեն հանդիսատեսին։ Լռում էին, որպեսզի նա կարողանա շարունակել խաղալ։ Բայց այս լռության մեջ կար նաև ինչ-որ ավելի մութ բան, որովհետև կային նաև նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը ցուցակների մասին եւ նույնպես լռում էին։ Գիտեին, թե ով է ջնջել նրա անունը, գիտեին, թե ինչու, եւ տանում էին այս գիտելիքն իրենց հետ։ Մի փոքրիկ կլան, պաշտոնյաներ, գործընկերներ, ազդեցիկ մարդիկ, որոնք կապված էին լռության անտեսանելի դաշինքով, եւ այս դաշինքը պահեց իր գաղտնիքը նույնիսկ նրա մահից հետո։ Ինչու էին նրանք այդքան վախենում ճշմարտությունից։ 1996 թվականի այն գարնանն էր, որ նա վերջապես նստեց նորակառույց թատրոնի ֆոյում։ 19 տարվա անտունությունից հետո թատրոնը վերջապես ուներ սեփական տանիք, բայց ինչքան ուշ։ Կարպն արդեն ծեր էր, սիրտը թուլացած, ուժերը սպառվող։ Նա նստած էր նոր պատերի մեջ եւ ժպտում էր, բայց ժպիտն այլ էր, քան ջահել տարիներին։ Դա հաշտված մարդու ժպիտն էր, որը գիտի, որ ճանապարհի մեծ մասն արդեն անցել է։ Շուրջը ամեն ինչ նոր էր ու փայլուն, իսկ ինքը հին ու հոգնած։ Կարծես շենքն ու մարդը փոխանակվել էին տեղերով։ Շենքը երիտասարդացել էր, իսկ մարդը ծերացել։ Եվ արդյոք գիտեր նա այդ պահին, որ սա իր վերջին գարուններից մեկն է։ Վերջին շաբաթներն անցան հանգիստ, գրեթե աննկատ։ Բայց հետո, երբ ամեն ինչ ավարտվեց, մարդիկ սկսեցին հիշել մանրուքներ, որոնք այն ժամանակ իմաստ չունեին, իսկ հիմա սարսափ էին ներշնչում։ Ասում էին, որ վերջին օրերին նա հաճախ էր խոսում անցյալի մասին, ինչը նրա սովորությունը չէր։ Ասում էին, որ նա հանկարծ սկսել էր հիշել իր մանկությունը, Ախալցխայում, Թբիլիսիի առաջին քայլերը, Այվազյանի հրավերը։ Կարծես կյանքը մի անգամ եւս պտտվում էր նրա աչքերի առջև։ Եվ ասում էին, որ մի օր նա երկար նայել էր իր ձեռքերին, այն ձեռքերին, որոնք 50 տարի ժեստերով կախարդել էին դահլիճը, եւ լուռ ասել էր ինքն իրեն ինչ-որ բան, որը ոչ ոք չլսեց։ Ինչ ասաց նա այդ պահին։ Եվ արդյոք նա արդեն զգում էր, որ վարագույրն իջնում է վերջին անգամ։ Կար նաև մի սովորություն, որ նա ուներ։ Ինչպես շատ դերասաններ, նա հավատում էր նշաններին, փոքրիկ ծեսերին, որոնք բերում էին հաջողություն։ Եվ ասում էին, որ վերջին շրջանում այդ ծեսերը խախտվում էին, որ ինչ-որ բան փոխվել էր նրա շուրջը, որ օդում ինչ-որ ծանրություն կար։ Թերևս դա միայն ծեր մարդկանց երևակայությունն էր, որոնք հետո վշտի մեջ փնտրում էին նշաններ։ Բայց թերևս իսկապես կա ինչ-որ բան, որ զգում է մարդը, երբ վերջը մոտ է։ Ինչ-որ սառնություն օդում, ինչ-որ լռություն այնտեղ, որտեղ նախկինում աղմուկ էր։ Եվ Կարպը, որն ամբողջ կյանքում զգում էր դահլիճի ամեն շունչը, գուցե զգում էր նաև սեփական սրտի դանդաղող ռիթմը։ 1998 թվականի ուշ աշունն էր, նոյեմբերի ցուրտ օրերից մեկը։ Քաղաքն արդեն դեղին տերևների տակ էր, եւ օդում զգացվում էր ձմռան մոտալուտ շունչը։ Նենց այս օրերին ծիծաղի արքայի սիրտը, որ այսքան տարի դիմացել էր անարդարությանը, հոգնությանը, երկու վիրահատությանը, վերջապես հանգստացավ։ Այն պարզապես կանգ առավ, հանգիստ, առանց աղմուկի, ինչպես հանգչում է մի մոմ, որը երկար ու վառ վառվել է։ 75 տարեկան էր նա։ 50-ից ավելի տարի նվիրել էր մեկ բեմին, մեկ ժողովրդին, մեկ սիրո։ Եվ հիմա վերջապես նա կարող էր հանգստանալ։ Բայց ինչպիսի դառը հեգնանք էր թաքնված այս հրաժեշտի մեջ։ Որովհետև հենց այդ տարին, կյանքի վերջում, պետությունը վերջապես հիշեց նրա մասին։ Նրան շնորհվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, բարձր պարգև։
Բայց ուր էր այս պատիվը այն տասնամյակների ընթացքում, երբ նա ապրում էր ու տառապում։ Ինչու պետք էր սպասել մինչև վերջը, որպեսզի հիշեն մի մարդու, որին ողջ ազգը պաշտում էր ողջ կյանքում։ Կարծես համակարգը, որ այսքան տարի ջնջում էր նրա անունը ցուցակներից, վերջին պահին փորձում էր սրբել իր մեղքը մի շքանշանով։ Բայց ուշացած պատիվը չի փոխհատուցում ողջ կյանքի անարդարությունը։ Ում էր պետք այս շքանշանը հիմա, երբ նա այլևս չէր կարող այն տեսնել։ Հուղարկավորության օրը ողջ Երևանը դուրս եկավ փողոց։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ ծիծաղել էին նրա հետ, հիմա լաց էին լինում նրա համար։ Եվ սա է ճշմարիտ պատասխանը բոլոր ցուցակներին, որոնցից ջնջել էին նրա անունը, որովհետև ոչ մի պաշտոնական կոչում չէր կարող համեմատվել այս ժողովրդական սիրո հետ։ Ոչ մի շքանշան չէր կարող փոխարինել այս արցունքներին։ Բայց հենց այդ պահին, երբ ողջ ազգը սգում էր ինչ որտեղ նախարարության փակ սենյակներում, նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը ցուցակների մասին, լռում էին։ Նրանք եկան հուղարկավորությանը, ոմանք նույնիսկ բարձր ձայնով սգում էին, բայց ոչ ոք չասաց, թե ով էր ջնջել նրա անունը։ Ուր անհետացան այդ մարդիկ ճշմարտության հետ միասին։ Եվ ահա ինչ մնաց նրանից։ Մնացին ներկայացումների մի քանի ձայնագրություն, որոնք ինչքան էլ թանկ լինեն, չեն կարող փոխանցել այն կախարդանքը, որ կար կենդանի դահլիճում, որովհետև թատրոնում չես կարող կանգնեցնել մի պահ, ինչքան էլ այն գեղեցիկ լինի։ Ներկայացումը մի անվագ երևույթ է եւ անխուսուսափելիորեն անհետանում է գաղտնիքը։ Մնաց դատարկ աթոռը կուլիսներում, որի վրա նա նստում էր վիրահատությունների միջև։ Մնաց նրա անունը թատրոնի պատմության մեջ, բայց ամենից շատ մնաց մի հարց, որն այսօր էլ պատասխան չունի։ Ով էր ջնջել Խաչվանքյանի անունը ցուցակներից։ Որովհետև այդ ցուցակները դեռ կան։ Ինչ որտեղ մշակույթի նախարարության հին արխիվում դեռնում են այն թղթերը, որոնց վրա մի անունը գրված ու հատված է։ Եվ ոչ ոք չի շտապում բացել այդ թղթապանակները։ Ոչ ոք չի շտապում պատասխանել, թե ով կայացրեց այդ որոշումը եւ ինչու։ 40 տարի անցել է, եւ գաղտնիքը դեռ փակ է։ Թերևս նրանք, ովքեր գիտեին, արդեն ողջ չեն։ Թերևս թղթերն ինքնին փոշիացել են, կամ թերևս ինչ-որ մեկը դեռ պահում է այս ճշմարտությունը, որովհետև գիտի, որ եթե այն դուրս գա, շատ հարգված անուններ կկորցնեն իրենց փայլը։ Իսկ ես երբեմն մտածում եմ այդ մի մարդու մասին, որը ինչ-որ տեղ, մի փակ սենյակում, վերցրեց գրիչը եւ հատեց ողջ ազգի կուռքի անունը։ Ով էր նա։ Ինչ էր զգում այդ պահին։ Արդյոք գիտակցում էր, որ իր մեկ շարժումով թաղում եղում է 50 տարվա նվիրումը։ Կամ թերևս դա նրա համար ընդամենը եւս մեկ թուղթ էր, եւս մեկ ձանձրալի աշխատանքային օր։ Մենք երբեք չենք իմանա, բայց մի բան հաստատ է։ Այն գրիչը, որը ջնջեց Կարփ Խաչվանքյանի անունը, չկարողացավ ջնջել նրան ժողովրդի հիշողությունից։ Որովհետև պաշտոնյաների ցուցակները դեղնում ու փոշիանում են, իսկ ճշմարիտ տաղանդը մնում է ապրելու։ Եվ հիմա, երբ ես նայում եմ նրա հին լուսանկարին, որտեղ նա ծիծաղում է այնպես, ինչպես միայն նա գիտեր ծիծաղել, ես մտածում եմ, արդյոք նա այդ պահին գիտեր։ Գիտեր, որ իր հետևում, ստվերում, ինչ-որ մեկն արդեն վերցրել է գրիչը։ Գիտեր, որ ողջ ազգի սերը չի կարող փրկել նրան 40 տարվա անարդարությունից։ Գիտեր, որ ծիծաղի արքան մի օր հանգչելու է լուռ ուշ աշնանը, հենց այն տարին, երբ վերջապես հիշեցին նրա մասին։ Թերևս գիտեր։ Թերևս հենց դա էր այն տխրությունը, որ թաքնված էր նրա ժպիտի հետևում ողջ կյանքում։ Բայց նա միևնույն է, դուրս էր գալիս բեմ ու ծիծաղ նվիրում, որովհետև գիտեր մի ճշմարտություն, որը պաշտոնյաները երբեք չհասկացան, որ ժողովրդի սերը մնում է հավերժ, իսկ նրանց ցուցակները ընդամենը մի բուռ դեղնած թուղթ։